Այսօր օգոստոսի 16-ը Աստվածամոր վերափոխման օրն է, որից հետո նաև խաղաղորդ որն է օրվա խորհուրդը, որ երրորդ տաղավար տոն Նախ վերափոխումը Սուրբ Աստվածածնի մեր եկեղեցու 5 տաղավար տոներից է, որ միշտ նշվում է օգոստոսի 15-ին մոտակա կիրակին։ Տոնի խորհուրդը Աստվածամոր վերափոխում է երկինք, որը որ մեծ ուրախություն է քրիստոնյաներիս համար։ Իսկապես, եթե մենք մարդկային աչքերով նայում ենք, մահը սքո իրականությունը բացարձակ անվերջանալի իրականություն է թվում, բայց երբ քրիստոնյայի աչքերով ենք նայում եւ այն սպասում է, որ Աստված իր մորը փոխադրեց երկինք, մեզ եւս մեկ առիթ է, հնարավորություն է, որպեսզի մենք Տիրոջ մոր բարեխոսությամբ կարողանանք մեր փրկության ճանապարհը հարթել եւ մեզ քրիստոնյաներից հենց այդ իրականությունն էլ շրջապատում է, մենք Աստվածամոր բարեխոսությունն ենք խնդրում մեր աղոթքներում նաև եւ մեր եկեղեցուն շատ հատուկ է վերաբերմունքը Աստվածամորը, որը վկայում է նաև այսօրվա իրականությունը մեր եկեղեցական տոնացություն։ Խաղաղորդնեքը օրինակ ժողովրդի մոտ նաև ինչ-որ հեթանոսական, ավանդության հետ կապ։ Ձեզանից լսում, որ խաղաղորդնեքը որևէ հեթանոսական վերապրում ունի կամ վերհուշ ունի մեր ժողովրդի մեջ, նման բանի մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Գիտեք, որ Սուրբ Պատարագի ընթացքում խաղողից պատրաստված գինին է օգտագործվում եւ հիշատակ է մեր Տիրոջ արյունի եւ այդ գինով էլ Սուրբ Հաղորդությունն է պատրաստվում եւ հատուկ ընդգծված վերաբերմունքը նաեւ դրա մեջ է, որ խաղողի ողկույզից պատրաստվում է Տիրոջ մարմինը եւ արյունը Պատարագի ընթացքում առավելապես արյունը։ Ինչպիսի ներգրավվածություն կա, հավատացյալները տեղյակ են տոնի մասին, մասնակցում են եւ ընդհանրապես այսօր եկեղեցի հաճախելը հատկապես այս օրերին ինչպես է գնահատում հայ ժողովրդի Հայաստանում հատկապես ապրողների առումով, չնայած մենք այստեղ տեսանք բազմաթիվ տուրիստներ են գալիս, հետաքրքրված են իրենց նաեւ քրիստոնեության պատմությունը, որ Հայաստանն է առաջինը որպես պետական կրոն ընդունել, հետաքրքրում է եւ նաեւ եկել են խաղաղորդնեքին մասնակցելու։ Անշուշտ, ինչպես նկատել եք, մեր եկեղեցիները լեփլեցուն են եւ շատ բնական է, որ առաջին քրիստոնյա երկրում պատարագները պետք է լինեն լեփլեցուն եւ մեր փառք Աստուծո մենք դա էլ արձանագրում ենք, որ մեր բոլոր եկեղեցիները եւ հատկապես մեր տաճարը լեփլեցուն է եւ որովե այստեղ զարմանալի բան չկա կարծում եմ։